Ինչ խնդիրներ եք առաջնային համարում, որ պետք է լուծվեն մեր երկրի համար։ Երկրի համար առաջերտն անվտանգություն, կրթության ոլորտը, ամենակարևոր ոլորտներն են։ Իսկ գյուղի համար։ Գյուղի համար ներկա պահին Այո։ խմելու ջրի հարցն է, որ զբաղվում են, ոռոգման ջրի հարցը։ Դպրոցի հետ կապված պիտի շինարարություն իրականացվի, ինքը ընդգրկված է ուրեմն դպրոցը մինչև 300 այդ դպրոցները որ կան, մանկապարտեզների ցուցակ 300 դպրոցի ցանկում թվացվել, ու առաջին նախագծային process-ը պիտի վերանորոգեն այս մասնաշենքը ու նոր մասնաշենքը պիտի ստեղծվի դահլիճ։ Ջուր չունեք, ոչ մի բան ստես զբաղվելու տեղ չկա, ոչ մի բան չեք զբաղվում, չեք աշխատում, թոշակ չեք ստանում, նպաշ չեք ստանում։ Պետքերի համար չգիտեմ, բայց դե գյուղի սոցիալ-տնտեսական վիճակը շատ ահավոր վիճակում է գտնվում, շատ ահավոր։ Պատկերացնում եք, չենք զգում, որ կյանքը, ոնց է կյանքը կանգ առել, ռիթմ չունի, այդպես։ Ոչ խմելու ջուր ունեմ, ոչ ոռոգման ջուր ունեմ։ Ես դպրոցում ջուրատու կտրվել է, մի ժամ հազիվ ջուր տալիս, երեխաները տուալետը գրշում են դնում։ Մենք վերադառնանք մեր տները Արցախ, այդ եմ ցանկանում ամենից շատը։ Մեր համար պետք է մեր մեծ խնդիրն է, որ մանկապարտեզ չկա, բուժքույր չկա։ Ես տեսնում եք իմ վիճակը ու ամեն անգամ ես վատանում եմ, խնդիրներ ունեմ, մեծ կին է վատանում, ոտքն է ցավում։ Ես որ ճիշտ ասեմ նոր եմ եկել Ստեփանակերտ Ղարաբաղից։ Նոր եմ բանարել Պաշտպանությունը։ Աշխատանքի դեպք չկա ճիշտ ասած, եւ ապրում աշխատելով չկա։ Աշխատատեղեր լինի, որ մեր երիտասարդները դուրս չկեն քինաստեղներ, մեր գյուղը բարելավ է, մեր գյուղի երիտասարդները շատ են դուրս եկել քինացել ուրիշ տեղ։ Մեր գյուղը մի գործատեղերի, մեր գյուղից կաշխատեն մնաստեղ։ Երիտասարդ ընտանիք եմ, ինձ 4 երեխա ունեմ։ Ամուսինս հիմա արտերկրում աշխատանքի համար ուրիշ տեղ աշխատում, որտեղ գործ չկա։